Անիկ! Անիկ! Անիկ ուր ես? Ասա, Սաքո։ Ես այդ դարակում բան էի դրել, ուրա։ Ինչ ես դրել։ Անիկ, քեզ եմ հարցնում, այդ դարակում կարողա դու ես վերցրել։ Սաքո ջան, ես այդ դարակը սկի չեմ էլ բացում։ Լավ հիշի, Անիկ։ Բայց ինչը կասես։ 3 գիշերը այդ դարակում իմ ձեռքով եմ դրել։ Էս վերցրա խմի, հա։ Սոն կողում ատուցող կանչենք։ Արի սպասենք Նարենգան ուր, լավ։ Լիլ, խնդրում եմ, որ Նարենգա քեզ նորմալ կպահես, հա։ Ինքը շատ լավ աղջիկ է, ես չեմ հասկանում ինչ ես տրամադրվել իր դեմ։ Հա, հասկացա։ Կարող է տնօրինությանը հարցնենք, մի հատ կարմիր գորգ գտնենք, աղ, հաց բերենք, հատուկ ձև դիմավորենք Նարեին։ Լավ էլի, Լիլ։ Ինչ ասեմ։ Այնքան ես իրան գովացել, որ մտածում եմ հեսա որ գա են հրեշտակի կլոր օղակներից ակլխի վերևը լինելու։ Լիլ, խնդրում եմ։ Բարև ձեզ։ Բարև քեզ։ Արի նստի։ Ինձ թվում է Լիլիթին կհիշես, ինքը մի քանի անգամ քո մոտ շորակ արել տվել։ Հա, իհարկե գիտեմ։ Այնքան լավ բան արեցիր, որ եկար։ Մենք աղջիկներով որոշեցինք այսօր հավաքվենք ու մի քիչ ցրվենք։ Այդ հիմա ինձ էլ է շատ պետք է։ Դե հա, երևի նախահարսանեկան պատրաստությունների մեջ ես, չէ՞։ Հոգնած կլինես։ Ինչ։ Նշանված չէ՞ ես աղջիկը։ Հա, նշանված եմ Լիլիթ ջան, ուղղակի այդ տենց շատ երկար չի տևելու։ Ինչի՞։ Նարը մի բան եմ ուզում հարցնել, էլ իհարկե այդ ամենը ինձ չի վերաբերում, բայց չեմ հասկանում ինչ ես այդ անտաշին թողնում, որ կյանքումդ մնա։ Ոնց ես հետո դիմանում, ինչի համար։ Դե Սոն ջան, համբերություն ու կյանք է։ Մեկ-մեկ պիտի քեզ նեղություն տես, որ հետո հաղթանակը քոնե լինի։ Այսինքն։ Ես հենց այնպես չի, որ ես ամեն ինչին դիմանում եմ։ Ես դրա համար էլ ասում եմ, ամեն ինչ ժամանակավոր է։ Չլինի Հայկի համար ես անում։ Հայկը ինչ կապ ունի։ Չէ, Հայկի համար չի։ Լավ, եկեք մատուցողին կանչենք, լավ։ Մեզ կմոտենաք։ Հա, Քերի ջան։ Հայկ ջան, գործերդ ավարտեցիր։ Գնացի մի երկու տեղ մտա։ Ասացին կզանգեն, որ իմանում են նստած եմ եղել, միանգամից փոխվում են։ Այդ սպասելի բան ապեր։ Հա, ոչինչ, էլի ման կգամ։ Կարևոր չի ինչ գործ կլինի, մենակ թե մի բան լինի։ Ամեն ինչ լավ կլինի, Հայկ ջան։ Սոնան էլ զանգ է։ Ընկերոջ հետ գնացել է սրճարան կոֆե խմելու։ Լավ կլներ մի հատ գնայր, նայեր ինչ կա չկա։ Ինչ որ անհանգստանալու առիթ ունենք։ Չհասկացա, քրոջը տենալու համար պետք է անպայման ինչ-որ առիթ լինի։ Չէ։ Հեսա կգրեմ կճշտեմ ու կգնամ։ Ապրես տղես։ Լավ։ Սաքո, ասա ինչ ես կորցրել, ես էլ քեզ օգնեմ։
Նարեն։ Նարեն ինչ։ Նարեն երբ է գնացել տնից։ Երևի ձեր գնալուց մի ժամ հետո, բայց ինչ է կատարվում։ Կասես ինձ։ Ասա իմանամ ինչ ես կորցրել։ Դու ձենդ կտրի։ Ահսա պապ, Վրամուր ես։ գնում եմ Նարեի հետևից։ Շտապ տուն արի, Նարեի հետևից Արմոն կգնա։ Բան է եղել։ Ես քեզ ասում եմ տուն արի։ Նարեին կվերցնեմ կգամ, պապ։ Այդ տղա լավ չես հասկանում։ Ասում եմ տուն արի։ Ալո, Արմո։ Տղես, ամեն ինչ թող ու տուն արի։ Հերդ ահավոր վիճակում է։ Մի խոսքով ես սենց միշտ պատմությունների մեջ եմ ընկնում աղջիկներ։ Ճիշտ է ասում, որ Լիլիթը մի տեղ ամոթնում պարտադիր մի օին բերում է գլխներից։ Բայց ասա որ լավ է, թե չէ առանց ինձ քո կյանքը շատ անգույն ու անհետաքրքիր կլիներ։ Շատ։ Ուղղակի ես ասում, չէ՞։ Մենակ ես էր մեզ պակասում։ Արմո ինչ ես եկել։ Դու չգիտես, երբ որ ինչ-որ տեղ ես գնում, պիտի առաջինը ես իմանամ։ Ես քո գերին չեմ։ Ու քեզ չեմ ասել ուր եմ գնում, ուր չգնաս տեղից։ Պարտադիր չի հիմա քեզ տեղ ցույց տաս։ Կգնամ, բայց մենակ քո հետ դու ստեղ չես մնալու։ Ասում գնա, ես մնում եմ։ Ոնց որ սկսում ենք իրար լավ չհասկանալ, հա Նարը։ Արմո մենք աղջիկներով նստած ենք ու դեռ չենք պատրաստվում գնալ։ Քեզ ով խոսացրեց։ Գիտես, խոսելու համար հրավերի չէի սպասում։ Սոն։ Լավ, գնում ենք։ Ուղղակի ես Վրամին ասել եմ, որ գա իմ հետևից, բայց կզանգեմ կասեմ, որ չգա։ Ինքը գիտի։ Այ քեզ բան, կարող է թողես գոնե մարդավարի իրար հաջող անենք։ Քեզ եմ սպասում։ Նարե, ինչի ես թողում, որ հետդ սենց վարվի չեմ հասկանում։ Ինչի է սենց պահում, չեմ հասկանում, Նարե։ Այս տղային հատուկ պայմաններ է պետք պահելու համար, վտանգավոր է հասարակության համար։ Ես տենց էլ գիտեի, որ դու հայտնվելու էիր։ Ուղղակի մի քիչ ուշացար։ Կներեք, ձեր օրն էլ փչացրեցի։ Նարե, որ մի բան պետք լինի կգրես, լավ։ Լուրջ եմ ասում, ապշած եմ։ Մի տեսակ մեղքս եկավ Նարեն։ Էս ով էր իր նշանածը։ Սուս, տեղս չեմ գտնում։ Հիմա կամ դու քո կամքով գնում ես այն կողմ, կամ էլ ես քեզ օգնում եմ։ Սրա համար ես լակոտի քրոջ հետ եկել սրճարան։ Հիմա արդեն սենց է կազմակերպում ձեր հանդիպումները։ Չես խոսում ձեռքս թող։ Թող ասում եմ։ Ձեռքս։ Հայկ։
Արմո թող ասում եմ ցավացնում ես, թող։ Առաջանցի նստի ավտոն։ Ձերքս բաց թող։ Դու ես չես մարսել ունարը։ Էդ ես եմ քեզ խոստանում։ Ես չգիտեմ ով ինչա քեզ խոստացել, որ ես քեզ ոչ մի բան չեմ անելու, ոչ մի ձև չեմ կպնելու քեզ, բայց լավ իմացի Նարե, դու սկսել ես նոր Արմոյին ճանաչել։ Առաջանցի։ Ով ես դու։ Առաջանցի։ Հայկ Նարեին ու Արմոյին տեսար։ Հա։ Այնքան վատ էր վարվում Նարեի հետ։ Դրա ձևերը պետքա տեսներ, ոնց էր խոսում, ոնց էր պահում իրան։ Սոնջան, Նարեի նշանածն է։ Նարենա ընտրել, Նարեի որոշումն է, ու ընդհանրապես պետք չի խառնվել։ Ու որպես ինչ ես հիմա Հայկին դրա մասին ասում։ Լիլիթը ճիշտ է ասում։ Իրանց անձնականն է, դու էլ ոչ մի բանի մի խառնվի, Սոնա։ Բայց Վերջ, Սոնա։ Հայկ ջան, իսկ սուրճ կուզես պատվիրենք քեզ համար, կամ թեյ։ Չեմ ուզում, Լիլիթ ջան։ Եթե վերջացրել եք, դուրս կանք արդեն։ Իմ թեյը վերջացնեմ, նոր դուրս կանք, հա։ Ինձ համար կարևոր է, որ ասիր դու չես վերցրել։ Հա, ասենք թե կորել է, պապ, ինչի ես սենց իրար խառնվել, քո համար դժվար է նորը առնելը։ Պապ, մի րոպե Չխոսես, ոչ մի բառ չխոսես վրան։ Ամփերի։ Ինչ ես ուզում։ Սրանից հետո չփորձես հետը սենց հիմար խաղեր խաղալ։ Լսի, ես ընդհանրապես պատճառ չեմ տեսնում քո դիմաց արդարանալու, բայց ես չգիտեի, որ Հայկը պիտի գա։ Դու էլ միամիտ աղջիկ էիր, հա։ Դու չես հասկանում, որ Սոնան Հայկի քույրն է ու նորմալ է, որ եկել է հետևից։ Գնում ես դրա հետ հանդիպան ու չես մտածում, որ Հայկը կգա։ Այդ հույսով էիր գնացել։ Չես պատկերացնի ինչ տհաճ ես իմ համար։ Պապա, վերջ։ Ես գիտեմ, որ դու հիմա ամեն ինչ կանես, որ ինձ լրացնես, բայց այսպես չի լինելու, չի շարունակվելու սենց։ Այս մարդը հիվանդ է։ Իր հիվանդ երևակայություն զոհն եմ ես դարձել։ Արդեն բանը հասել է նրան, որ սրճարանում քաշքշում է։ Տես, ստեղ նայի։ Այս արդեն խաբել չխաբելու հարց չի։ Դու հիմա ինչ էլ ասես, ինձ ոնց էլ ստիպես, ոնց էլ վախացնես, ես մեկա այս մարդու հետ մի րոպե ավետ չեմ շարունակելու շփվել։ Սպասի վրամ։ Չհասկացա, հիմա պիտի չթողեք սրա գլուխը ջարդեմ։ Ես հիվանդ չեմ վրամ։ Ու նորմալ է, որ նշանածիդ ուրիշ մարդու հետ տեսնենում քեզ կորցնում ես։ Մի րոպե, ես մեղավոր եմ, որ Սոնան Հայկի քույրն է։ Մենք ընդամենը սրճարան ենք գնացել։ Հանգիստ ասի։ Սոնայի հետ իմաստը։ Ես տեղյակ եմ, պապա։ Պապ, ամեն ինչ վերջացած է, վերջ։ Էլ ոչ մի բան չի կարող շարունակվի։ Նարե ջան, հանգստացի, խնդրում եմ։ Սպասի, մամա։ Մամա, ես իմ որոշումը արդեն կայացրել եմ։ Լավ։ Ոնց կուզես։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ատում ես ինձ, Նարե ջան։ Ես վատն եմ, հիվանդ եմ, հա։ Ուրեմն այս պահից սկսած դու ազատ ես։ Ես չեմ պատրաստում ստիպողաբար քեզ իմ կողքը պահել։ Կներեք, որ այսքան վատն եմ եղել։ Այս կյանքում պիտի ամեն ինչը փոխադարձ լինի։ Այդ թվում նաև վատը։ Ես ամեն ինչի պատրաստ էի քո համար։ Բայց մարդ պետք է մի քիչ էլ ինքնասիրություն ունենա։ Լավ մնացեք։ Սպասի, Արմո։
Նարեն մտքիցս դուրս չի գալիս։ Իզուր, քո գործը չի։ Հայկ աչքից դեմ այդ աղջկան նեղացնում էին, նվաստացնում էին, դու ասում ես իմ գործը չի։ Սոնա, Նարեին ինձնից լավ ոչ մեկը չեք ճանաչում։ Ինքը այդքան խեղճ ու կրակ չի։ Արմոնել այդքան չկա։ Ու ինքը կմոտիկանա այնքան, ինչքան որ Ադամյանները կթողեն։ Իսկ եթե այդքան թողել են, այդ արդեն ուրեմն իրանց խնդիրն է։ Դու ինչ էլ ասես, մեկա ես իմ միտքը չեմ փոխելու։ Դու Նարեին այդ վիճակում չես տեսել, դրա համար էլ հիմա սենց ես խոսում։ Ու ընդհանրապես ինձ մեկ-մեկ թվում է, որ դու ոչ մի բան չես հասկանում։ Արմո արի։ Արիք խոսենք կհասկանանք։ Թող գնա, պապա։ Պապ, իմ այսքան ասածները քո համար ոչ մի նշանակություն չունի։ Երկուստ էլ լռեք։ Արմո արի։ Ես ինչ ես անում, պապա։ Դու հիմա պիտի սրա թևից բռնաս դուրս շպրտեիր ստեղից։ Ռամ, դու որ Արմորի փոխարեն լինեիր, ինչ կանեիր, որ տեսնեիր սիրածդ աղջկան ուրիշ տղու հետ, հա, են էլ թշնամու, ոնց կվարվեիր, կպաչեիր կդնեիր ճակատիդ։ Պապա։ Նարե դուսուս, հասկանալի է, Արմոն չափնացել է, բայց հասկանալի է, որ սիրում է, դու պատկերացրու, սիրող տղա է, հնարավոր է անենց բանանի, որ մեկ-մեկ էլ չափից դուրս գա։ Հա, հենց տենց էլ եղել է։ Չես, հնարավոր չի արդեն, չեմ հավատում։ Դու սխալ ես, Արմո, բայց քո սխալը գալիս է Նարեի սխալից։ Իրոք, այս ամեն ինչը էլ հնարավոր չի լսել։ Դուրս գնա այստեղից, Արմո։ Ես խոսում եմ։ Հարց չկա։ Ուրեմն ես կգնամ։ Պապ, իմ այսքան ասածները քո համար ոչ մի ազդեցություն չունեն։ Արմո, դու սխալ ես, բայց ես քեզ հետ ուրիշ ձև կվարվեի ուրիշ պարագայում, բայց հիմա դու, Նարե, դու պիտի ինձ պատասխան տաս, թե ինչ գործ ունեիր այդ աղջկա հետ, ինչի համար ես հանդիպում այդ աղջկա հետ, հա? Պապ, ես տեղյակ եմ, ես գիտեմ։ Իսկ ով ասել, որ դու տեղյակ ես, ուրեմն ճիշտ է, հա, վրամ։ Արմոն որպես տղամարդ ներողություն կխնդրի իր արածի համար։ Դու էլ, Նարե, կներես Արմոյին։ Ոչ։ Նարե։ Ես արդեն ասեցի։ Ոչ։ Ես երևի գնամ։ Արմո, ներողություն խնդրի։ Դա նորմալ երևույթ է։ Ու մարդու բերանը լեզու է դրվել, որ խոսի, բացատրվի։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել։ Հաջողություն։ Տեսնեմ, խոստողոցիմ, ուզում ես գնամ սղարուց բերեմ, շատ ացավ եմ։ Մամա, Ջան, իսկ որ սիրտս ացավում, դրա դեմ ինչ կանես։ բալես, ես քո կողմից եմ,
քո կողքը կլինեմ ամեն հարցում, բայց խնդրում եմ, այդ տղա այդ մի հանդիպի, շատ եմ խնդրում։ Մամա, ինձ թվում էր մի պահ հասկացել ես ինձ, գիտես։ Ինձ թվում էր մտածում ես իմ մասին։ Բայց չէ, դու էլի ինձ ես մեղադրում։ Նարե ջան, երկուսս էլ գիտենք, թե ով է քո համար Հայկան։ Հետ գիտես ինչ է ինձ համար։ Ահա որ ցավա, անեծքի պես մի բան է։ Հա, ես քո վրա գոռում եմ, ջղայնանում եմ, բարկանում եմ, մեղադրում եմ, բայց դու իմ երեխեն ես։ Իսկ իմ երեխեն սիրում է այն մյուս իմ երեխու սպանողին։ Այդ բառերը ասելիս մարմնովս դող անցնում։ Ու ես այդ տեսնում եմ։ Ու ոչ միայն ես։ Գիտես ես ինչ եմ երազում։ Երազում եմ, որ երբեք իմ երեխու համար քո նման մամա չլինեմ։ Սարսափելի է այս ամեն ինչը քեզ ասել եմ, բայց այդ իսկապես տենց է։ Չեմ ուզում քո նման լինեմ, որ երեխես իմ նման իրան դժբախտում մենակ չզգա։ Մամա, ես քեզ խոսք եմ տալիս։ Պապան ինչքան էլ խուլ ձև անա, չտեսնի, ես մեկա երբեք չեմ ամուսնանալու Արմոյի հետ։ Մարը ջան, խնդրում եմ, հասկանում եմ քեզ, բայց սխալ քայլեր չանես։ Խնդրում եմ քեզ։ Թող քեզ չանհանգստացնի ես ինչ կանեմ։ Դու ուղղակի իմացի, որ ես երբեք չեմ ամուսնանալու Արմոյի հետ։ Ավելի լավ է մեռնեմ։ Մարը, խնդրում եմ, մի ասա այդ բառերը։ Արփին էլ էր տենց ասում, հիշում ես։ Ոչ մեկը լուրջ չվերաբերվեցիք իրան։ Բայց ես ձեր համար Արփին չեմ ու չեմ թողելու իմ հետ վարվեք նենց ոնց որ դուք եք ուզում։ Թույլ տաղեք գտել։ Վախացնում եք, սպառնում եք։ Չէ, մամա, ես երբեք չեմ ամուսնանալու։ Երբեք չեմ ամուսնանալու Արմոյի հետ։ Թույլ տեղատել Մարգարիտ թորնը։ Թույլ տեղս ղիղճս է։ Ղիղճս։ Մամա, գնա, խնդրում եմ, ուզում եմ մենակ մնամ։ Գնա։ Իմ երեխեն կարող է սխալել անի Արմո։ Ինչ էլ անի, ոնց էլ ստացվի, եթե իր արածը մինչև անգամ ներունել չունենա, ինչքան էլ ջղայնացած լինեն, մեկը ես իմ երեխու կողքին եմ։ Ֆիզիկապես հեռու էլ լինեմ, Արմո, էլի կողքին եմ լինելու։ Մյուս անգամ, եթե սենց բան կրկնվեց, ես քեզ չեմ ների Արմո։ Ու այս աշխարհում չկա մեկը, որ կարողանա ինձ կանխել, որ կտրեմ այն ձեռքը, որ բարձրացել է երախուս վրա։ Դու իմ վերաբերմունքը գիտես։ Ես կողմ եմ ձեր միությանը։ Ձև գտի, հնար գտի հետը հաշտվելու։ Տղա չես։ Հա? Եթե մյուս անգամ էլի եմ ասում, կրկնվեց նման դեպք, ես արդեն վրամին հետ չեմ պահի, ոչ էլ ինքս կթողնեմ, որ դու ես տնից երկու ոտքով դուրս գաս, հասկացանք։
Նարե ոչ նեղվի, ոչ մտածի, ոչ էլ քեզ կորցրու։ Արմոն էլ չկա։ Ինքը քեզ էլ ընդհանրապես մոտ չի գա։ Մնացածը թողին վրա։ Վայ, ինչ եղավ, երբ եք գալիս, ուր մնաց տորտիկս։ Դե գալիս ենք էլի սոն, վայ, համբերի։ Լավ։ Մնաց երազանք պահը։ Դե փչի մոմերդ։ Սպասի երազանք պահը։ Սոնա ջան, մեծ աղջիկ ես, ինչ երազանք շուտ փչի, որ ուտենք էս տորթը։ Հայկ, թող երազանք պահի, մի խանգարի։ Ծանր շնորհավոր ցավը տանեմ։ Շնորհակալ եմ, պապ ջան։ Շնորհավոր դավաճան քույրիկ։ Ինչի դավաճան։ Որովհետև մենակ գնում եք դաչա։ Լավ էլի, Հայկ, ես քեզ բացատրել եմ, դու գիտես, որ ուղղակի պապայի հետ էի ուզում առանձին ժամանակ անցկացնել։ Կներես։ Լավ ես անգամ ոչինչ։ Մի րոպե սպասի։ Ես մի տեսակ խանդում եմ։ Շնորհակալ եմ։ Դու գիտես չէ, որ իմ ուշքը գնում ասեն սիրուն ծաղիկների համար։ Հենց ուշքդ գնաք, ասես որ շտապօգնություն կանչենք։ Ուրախ ես։ Շատ։ Համվա տորտիկը։ Շատ։ Քերջան, մի օր բան արեք, ես էլ գամ ձեր դաչա, էլի։ Իհարկե, ցույց տանում։ Ալո։ Շնորհակալ եմ շատ։ Երբ եք դուրս գալու առավոտ։ Սոնան ուզում է ժամը 8-ին դուրս գա։ Ես առաջարկում դու էլ միանաս, շատ ուրախ կլինի։ Չէ, թող Սոնայի սրտով լինի։ Ես էլ կմնամ ստեղ, տեսնեմ գործիս հարցը ոնց եմ լուծում։ Ու ինչի է քորդ հանդիպում այդ աղջկան։ Ուղղակի շփվում եմ, պապա։ Ես դեմ չեմ։ Ու քո կարծիքով դա նորմալ է։ Ամեն դեպքում ոչ մի սարսափելի բան չկա։ Դու հասկացար, որ այդ աղջկա այդ կապ ունենալ չի կարելի բաժանվեցիր։ Բայց քորդ շարունակում է շփվել։ Ու դու գիտես դա նորմալ է։ Հնարավոր է վաղը մյուս օր գնա իրանց տուն։ Դա էլ է նորմալ։
Վրամ։ Ինչքան բան է փոխվել։ Ինչքան բան կար քեզ համար, որ նորմալ չէր, հիմա նորմալ է դարձել։ Էս պապան գնաց։ Գրազ եմ գալիս, հիմա որ միացնեմ երգելու։ Սոն? Տարե դարձե այսօր, տարե դարձե այսօր, տարե դարձե այսօր։ Շնորհավոր։ Սոնա? Ես հենց նոր Հայկի հետ գրազ էի գալիս, որ զանգդ վերցնեմ երգելու ես։ Գժվել ես Սոնա, Հայկն էլ է այդտեղ։ Լսեց իմ երգելը։ Լավ, մի նեղվի։ Լավ էլ երգում ես։ Հա, վայ, շնորհակալ եմ։ Դե լավ, բարի գիշեր։ Ամաչեց։ Դե լավ։ Ես չեմ ասել, որ ծնունդս է, բայց երևի մի տեղից իմացել է։ Ալո։ Հոգնած չես։ Չէ, ինչ քնել։ Գիտեմ, որ շատ անհանգստանում ես, այսօր էլ ավելի անհանգստացար, դրա համար զանգել եմ, որ ասեմ Արվայի հետ ամեն ինչ վերջացած է։ Նենց որ կարաս հանգիստ լինես։ Կարելի է։ Ալո։ Նարե։ Անջատվեց։ Էլ մի զանգի։ Երևի մարդ եկավ, դրա համար անջատեց։ Բայց հաստատ մի բան եղել է, լուրջ բան է եղել։ Արմոյի մասին վաղը կխոսենք, երբ որ հանդարտված կլինես։ Իսկ հիմա քեզ ուրիշ հարց եմ տալիս։ Ուր է ժամացույցը Նարե։ Ինչ ժամացույց։ Քանի հանգիստ եմ խոսում քեզ հետ։ Օգտվի առիթից ու ասա։ Ուր է ժամացույցը։ Ինչի ես վերցրել կամ ում ես տվել։ Պապա ջան, ինչ ժամացույց։ Իմ համբերությունը սահման ունի, աղջիկ ջան։ Մի րոպե, դու այն ժամացույցի մասին ես խոսում, որ… Հա, այդ ժամացույցի մասին եմ խոսում, որ… Ես չգիտեմ, ես չեմ վերցրել այդ ժամացույցը։ Ինչի պիտի ես վերցնեի այդ ժամացույցը։ Ում պիտի տայի ես այդ ժամացույցը, պապա։